Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո, ամեն։ Քանի աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ։ Քանի դեռ ցերեկ է, մարդիկ կարող են գործել, և կգա գիշերը, ու ոչ ոք չի կարող գործել։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս իրեն կոչեց աշխարհի լույս, ցերեկ, և քանի որ ցերեկը ունի 12 ժամ, այդպես էլ մեր Տերը ունեցավ 12 առաքյալներ, ցերեկվա 12 ժամերի խորհրդով։ Ով ցերեկով է գործում, իր դիմացը տեսնում է, իսկ ով գիշերով ոչինչ չի տեսնում և չի կարող գործել։ Եվ ընդհանրապես կան լույսը, արեգակը սիրող կենդանիներ և կան խավարասեր կենդանիներ, որոնք սիրում են գիշերը գործել։ Այդպես էլ մարդկանցից կան, որ սիրում են լույսը, սիրում են ճշմարտությունը, Աստված պաշտությունը, Քրիստոսին են սիրում, աղոթքն են սիրում և ցերեկն են գործում, այսինքն ցերեկվա լույսի գործեր են կատարում։ Եվ կան, որ չեն սիրում լույսը, այլ փախչում են լույսից և գիշերն են գործում, որտև գիշերն են ամենամեծ չարիքներն ու ոճրագործությունները կատարում, սպանություն, գողություն, շնություն և այլ ինչ չարիք, որ կա, գիշերն է կատարվում։ Եվ գիշերային գործեր են, խավարային գործեր են, խավարի գործերն են։ Եվ մեր Տերը իրեն կոչեց աշխարհի լույս, քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ։ Իսկ ինչքան ժամանակ եղավ աշխարհում Քրիստոս, ընդամենը 33 տարի։ Եվ աշակերտները, երբ քանի դեռ Քրիստոս իրենց հետ էր, ուրախ են ու երջանիկ են, և երբ Քրիստոսին խաչեցին, տխրեցին, բայց մեր Տերը ժամանակավոր լույս չէ, այլ հավիտենական լույս է։ Երբ երկինք համբարձվեց, իր աշակերտների մեջ ուղարկեց Սուրբ Հոգին, որպեսզի հիշեցնի բոլոր իր խոսքերը, որպեսզի Սուրբ Հոգին նրանց մեջ բնակվի և նրանց հետ լինի և Քրիստոսի օրհնությունը բաշխի առաքյալներին։ Ուրեմն Քրիստոսի երկրավոր կյանքի ընթացքում ինքն էր լույսը, և երկինք համբարձվելուց հետո Սուրբ Հոգին դարձավ լույսը։ Այսօր եկեղեցում լույսը Սուրբ Հոգին է, որովհետև Սուրբ Երրորդության երրորդ անձը Սուրբ Հոգին է գործում եկեղեցում։ Սուրբ Հոգով ենք մենք մկրտվում, դառնում քրիստոնյա։ Սուրբ Հոգով ենք դրոշվում, Քրիստոսով ենք զգեստավորվում։ Եվ Սուրբ Հոգին է Սուրբ խորհրդի ժամանակ, Տիրոջ մարմնի և արյան մատուցման ժամանակ մասնակից այս Սուրբ խորհրդին և մեզ մասնակից է դարձնում Տիրոջ մարմնի և արյան հաղորդումին։ Ուրեմն այսօր լույսը Սուրբ Հոգին է և մեզ հետ է միշտ։ Եվ մեր Տերը ոչ միայն իր երկրավոր կյանքի համար ասաց, թե քանի դեռ լույսն եմ աշխարհում, լույսն եմ, քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ, այլևս մեր կյանքի համար ասաց։ Լույսը մեր երկրավոր կյանքն է, քանի դեռ արեգակը մեզ վրա ծագում է, ուրեմն Աստծո ողորմության լույսն է մեզ հետ։ Երբ արեգակը այսօր բացվեց, ուրեմն Աստված մեզ ողորմեց, որ այսօր մենք ողջ մնացինք և կարող ենք գործել, լույսով ցերեկվա գործեր կարող ենք կանել, բարի գործեր կարող ենք անել, աղոթքով կարող ենք ապրել, արարել, ստեղծել, առաքինի լինել, կգա գիշերը և ոչ ոք չի կարող գործել։ Ո՞րն է մեր կյանքի գիշերը։ Մեր մահն է, մահվանից հետո ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ մենք ապրում ենք, ուրեմն պետք է գործենք, բարին գործենք, աստվածապաշտությամբ ապրենք, որովհետև մահվանից հետո ոչ ոք չի կարող գործել։ Մահվանից հետո այլևս մենք ոչինչ չենք կարող անել։ Թերևս մեզ համար ինչ-որ մեկը մի բան կարողանա անել, բայց ինքներս մեզ համար չենք կարող անել։ Եվ դա էլ ժամանակավոր է, որովհետև եթե մենք բարին ենք գործել մեր կյանքում,
ապա մեր զավակները երախտագիտությամբ են հիշում մեզ համար աղոթում են, մեր անունով բարիք են գործում, որտեղ մենք բարեգործ էինք, աղոթասեր էինք, բարի ենք, բայց եթե մենք այս կյանքում չարն ենք գործել, բարի հիշատանք չենք թողել, ապա մեր սերունդներն էլ մեր անունով ոչինչ չեն անելու, որտեղ ինչ որ սերմանել ենք, այն էլ հնձելու ենք, թե այս կյանքում և թե մեր մահվանից հետո։ Ուրեմն բարի գործը հավիտենական է, թե այս կյանքում և թե մահվանից հետո, բարի հիշատակը միշտ է մնում, բարին միշտ է օգնում, եթե մենք բարին ենք գործում, լույսն ենք աշխարհի, ինչպես Քրիստոս էր լույսը, և այդ մեր բարեգործության լույսը անգամ մեր մահվանից հետո է լուսավորում մարդկանց, բարի գործն է միշտ անմահ, մարդկանց սրտերում մնում է, մարդիկ հիշում են և աղոթում են բարեգործ ննջեցյալների, մահացածների համար և այդպես նրանց գործը դառնում է անմահ։ Հա այս իմաստով, այս խորհուրդով, ինչպես Քրիստոս էր լույսն աշխարհին, այնպես էլ մենք պետք է դառնանք աշխարհի լույսը։ Մարդու կյանքի նպատակը, իմաստը լուսավորելն է։ Ավելի մեծ սեր չկա, քան կյանքը մեկը զոհաբերի իր բարեկամի համար։ Մենք պետք է դառնանք մոմ։ Մոմը ինչպես այրվում է, հալվում է, սպառվում է, բայց դառնում է լույսը աշխարհի։ Այնպես էլ մենք պետք է զոհաբերվենք ու լույսը լինենք աշխարհի, ինչպես Քրիստոս խաչի վրա զոհաբերվեց և դարձավ աշխարհի լույսը։ Ուրեմն միավորվենք, միաձուլվենք Քրիստոսի այս լուսող խորհրդի հետ և դառնանք աշխարհի լույսը։ Ամեն։